Տիգրանի անհետացման 4-րդ օրն ավարտվում է տագնապով, հուզմունքով և բազմաթիվ բաց հարցերով։ Մայիսի 7-ի որոնողական աշխատանքների ամփոփ պատկերը միաժամանակ հուսադրող և ծանր է։ Հուսադրող տեսնելով մարդկանց միասնականությունը, փրկարարների ու կամավորների անձնազոհ ջանքերը և ծանր, որովհետև չնայած մեծածավալ ու ինտենսիվ որոնումներին, Տիգրանը ցավոք դեռ չի գտնվել։ Ինչ է տեղի ունեցել այսօրվա ընթացքում։ Մայիսի 7-ի առավոտյան Մարմարիկ գյուղում որոնողական աշխատանքները վերսկսվել են Մարմարիկ գետի ամբողջ երկայնքով։ Բացի պետական փրկարար ջոկատներից, տարածքում աշխատել են նաև բազմաթիվ կամավորներ, զինվորականներ, համայնքի բնակիչներ, անգամ այլ մարզերից ժամանած մարդիկ։ Ջրի մակարդակը բարձր է, ինչը դժվարացրել է որոնումները, հատկապես գետի խորադիր ու անանցանելի հատվածներում։ Դրոներով, ջրասուզակներով, թերմոկամերաներով, ձեռքի ու արհեստական ինտելեկտով կառավարվող սարքավորումներով սքանավորվել է տարածքը։ Չնայած պաշտոնական վարկածը շարունակում է մնալ երեխայի հնարավոր գետն ընկնելը, ընտանիքն ավելի ու ավելի է հակվում մտածել, որ երեխային առևանգել են։ Սրա պատճառը ոչ միայն այն է, որ քույրիկը չի կարողացել հստակ նկարագրել եղածը, այլ նաև բազմաթիվ անծանոթ հեռախոսազանգերն ու անհասկանալի խոստումները, որոնք ուղղակի խեղդում են ընտանիքը հոգեբանական ճնշման մեջ։ Արմլուր ԿՏՄ-ի տվյալներով ծնողներն այս օրերի ընթացքում զանգեր են ստացել տարբեր համարներից, երբեմն Արտաշատից, երբեմն Մարգարայից, նույնիսկ արտասահմանյան հեռախոսահամարներից։ Այս անձինք պնդել են, որ երեխան իրենց մոտ է, սակայն երբ ծնողները խնդրել են որևէ ապացույց, նրանք հապաղել են, խոստացել են բերել, հետո անհետացել։ Մի դեպքով էլ ասել են 2 ժամից երեխային կբերեն կամրջի մոտ, սակայն ոչ ոք չի եկել։ Մարմարիկի համայնքապետ Արթուր Քարամյանը հաստատել է այս տեղեկությունները, հավելելով, որ զանգահարողները հիմնականում հոգեկան խանգարումներով կամ անբարոյական անձինք են։ Այդ զանգերը ոչ միայն խաթարում են ծնողների վիճակը, այլև վտանգում են քննչական գործընթացը, շեղելով ուշադրությունն իրական ուղղություններից։ Այսօրվա մթնոլորտը Մարմարիկում։ Տարածքում աշխատում են ոչ միայն փրկարարներն, այլև հոգեբաններ, բժիշկներ, մարդիկ իրենց մեքենաներով ժամանում են, բերում են սնունդ, ջուր, բժշկական պարագաներ։ Մի բան է ակնհայտ, այս երեխան միավորել է ազգը, դուրս բերելով մարդկանց մեջ եղած մարդասիրությունն ու արդարության ձգտումը։ Փոքրիկ Տիգրանի կորուստը դուրս է եկել սովորական ողբերգության շրջանակներից։ Այժմ այն դարձել է ամբողջ հասարակության վիշտը, մանկության դեմքը, որ չպետք է կորչի, արդարության ձայնը, որ պետք է լսվի։ Ինչ կարելի է ակնկալել վաղը։ Առաջին հերթին որոնողական աշխատանքները կշարունակվեն ընդգրկելով նոր տեխնիկական ռեսուրսներ։ Երկրորդ սպասվում է նոր հրավիրված մասնագետների ժամանում, հոսքային ջրաբաներ, մասնագետներ ջրային մոդելավորման ոլորտից, որոնց նպատակն է գետի հոսքի ուղղությամբ վերլուծություն անել, հասկանալ արդյոք հնարավոր է փոքրիկի մարմինը տեղափոխված լինի հեռու տարածք։ Երրորդ իրավապահ մարմինները նախատեսում են վերստուգել գյուղի տեսահսկման համակարգերը, հնարավոր է բնակարան առ բնակարան հարցաքննություններ վերսկսվեն, հաշվի առնելով ծնողների կասկածներն առևանգման վերաբերյալ։ Ինչ սպասել որպես հասարակություն։ Մեկ բան պարզ է, չպետք է կորցնել ուշադրությունն ու հույսը, պետք է շարունակել հավատալ, որ ոչ մի ջանք անարդյունք չի անցնում։ Չի կարելի թույլ տալ, որ չար մարդիկ կամ անտարբերությունն ավելի ծանրացնեն ցավը։ Մեր երեխաները մեր պետության ամենամեծ գանձն են։ Եթե այս փոքրիկին չգտնենք, եթե գոնե արդարությունը չհաստատենք, մենք ինչ պետություն ենք։ Տիգրանի ծնունդը մայիսի 9-ն է, հաղթանակի օրը։ Հուսանք, որ այդ օրը մի փոքրիկ հաղթանակ էլ կյանքը կտա մեզ, վերադարձնելով մանկության ժպիտը Տիգրանին։ Ցավալի իրադարձությունների ֆոնին, երբ ողջ ազգը միավորվել է Մարմարիկ գյուղում անհետացած Տիգրանի ճակատագրով մտահոգվելու շուրջ, ժամանակն է խոսել մի քանի հստակ և կարևոր մտքերի մասին, որոնք կարծում եմ ոչ միայն օգտակար են, այլև հրատապ։ Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարմարիկից է կորել, ուրեմն կողքի բոլոր բնակավայրերի, գյուղերի, համայնքների մարդիկ պետք է հնարավորինս ուշադիր լինեն, 4 կողմը նայեն, տարօրինակ վարքագծով հարևաներին, տեղի հարբեցողներին, թմրամոլներին, ինչ ասես կարող է պատահել, օրինակ փախցնեն, տանեն ու փրկագին ուզեն։ Ասում են լավ չի քայլել, այսինքն ավելի հավանական է տարել են, ոչ թե ինքնուրույն է հասել որևէ տեղ։ Ծնողներին երբեք չմեղադրել։
Մեղադրել կարող են բոլորը, մանավանդ մեր հիվանդ և բևեռացված հասարակության մեջ, բայց ամեն մեկդ մյուսին մեղադրելուց առաջ ձեզ նայեք, ձեր պահած դաստիարակած երեխուն նայեք ու լռեք: Դժբախտությունը գալուց չի հարցնում, գալիս ա ու տապալում ա, անգամ ամենաուշադիր, զգոն ու իրազեկ մարդկանց: Ինչ-որ բան նկատելիս ինքնագործունեություն չանեք, զանգեք ոստիկանություն, անգամ եթե մանրուք եք նկատել, որ կարող է որևէ կապ ունենալ այս թեմայի հետ: Ոչ մի մանրուք նման իրավիճակներում անկարևոր չէ և կարող է փրկողակ դառնալ: Երեխաքի հետ կապված ինչ-որ վատ շղթա է կորում են, խեղդվում են, հուսամ փոքրիկը կգտնվի և կավարտվի այս ամենը: Ոչ մի սրտով մարդ չպետք է իրեն իրավունք տա նման պահի ծնողներին մատով ցույց տալ: Ամեն մեկդ, ով մեկ րոպե անգամ կորցրել է աչքի առաջ իր երեխան խանութում, այգում կամ անգամ տանը, գիտի թե դա ինչ սարսափ է: Իսկ հիմա խոսքը մի փոքրիկի մասին է, որը բառացիորեն ցնդել է մի քանի վայրկյանում: Սա ոչ մեկի անուշադրության հետևանք չէ: Սա ողբերգություն է, որի խորքը մենք դեռ չենք տեսել: Ինչ իրավունքով եք մեղադրում նրանց, ովքեր այժմ ապրում են իրենց կյանքի ամենասարսափելի օրերը: Բարոյական մարդն այս պահին լռում է կամ գոնե աղոթում: Միակ մեղադրանքը, որ թույլատրելի է, պետք է ուղղվի անտարբերության, ոչ պրոֆեսիոնալիզմի կամ անհետևողականության դեմ, բայց ոչ ծնողների: Եթե նկատել եք անգամ ամենաչնչին բան, մի թողեք դա միայն ձեզ մոտ: Մի գործեք ինքնուրույն, բայց անմիջապես տեղեկացրեք համապատասխան մարմիններին: Ես վստահ եմ, որ Տիգրանը կգա: Այս պահերին, երբ ամեն ինչ թվում է խավարի մեջ, երբ թվում է, թե ժամանակը սառել է, հավատը մի կորցրեք: Մայիսի 9-ին, հաղթանակի օրը, մենք սպասում ենք ևս մեկ հաղթանակի, կյանքի հաղթանակի, Տիգրանի վերադարձին: Աստված պահապան բոլոր երեխաներին: Միահամուռ, խելամիտ, մարդավարի ու միասնաբար մենք դեռ շատ բան կարող ենք փոխել Տիգրանի համար, մեր բոլոր երեխաների համար: